Լրանում է ուրեմն Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքը եւ կուզենամ քաղաքական վերլուծություն անենք ինչ փոխվեց եւ ինչի համար էր դա վերջո այս ամբողջ մի տարի քննություն գնաց իրեն հանձնելու չհանձնելու արարողություններ էին ընթանում բանակցություններ էին ընթանում առհասարակ Ռուսաստանի այսպիսի վերաբերմունքը Հայաստանի նաեւ նկատմամբ այս կոնտեքստում նաեւ քննարկեն քաղաքական ինչ կասեք ինչի համար սպանեց Իհարկե մենք արդեն պիտի փորձենք ավելի խորը նայել այս process-ին, որովհետև կտրուկ փոխվեց միջազգային իրավիճակը հենց Ռուսաստանի քաղաքականությունը մեր ռեգիոնում եւ եթե այդ աչքով նայենք, ավելի համոզված կլինենք, որ դա պատահական դեպք չէր։ Այս անցյալ տարի էլ անմիջապես իմ տեսակետս ասել եմ, որ դա չի կարող լինել պատահական դեպք եւ դա երևում է հենց Ռուսաստանի պահվածքից։ Ամենամեծ արգումենտը եղել է Ռուսաստանի պահվածքը։ Ոչ մի խոչապ այդ երկրի կողմից, ոչ մի հարգանք Հայաստանի ժողովրդին, այլ հակառակը կոշտ ինչ-որ վերաբերմունք, լեասել լկտի, ցուցաբերվում է, որը ցույց է տալիս, որ այստեղ ինչ-որ մի բան շատ ավելի խորն է տակցված։ Երբ որ արդեն Ռուսաստանը իր նոր քաղաքականությունը Սիրիայում սկսեց, ավելի համոզիչ դարձավ, որ դա ինչ-որ նպատակ, շատ մեծ քաղաքական նպատակ ուներ։ Թուրքիայի հետ հարաբերությունները երբ որ փչացան, մենք տեսանք լրիվ ուրիշ վերաբերմունք, երբ որ հանկարծակի հայերը շատ թանկարժեք մարդիկ դառան Ռուսաստանի համար, հայկական խնդիրները փոփոխություն եղավ։ Թե ինչ նպատակ ուներ եւ ինչ էր լուծում Ռուսաստանը, որ բարդ վիճակում էր այն ժամանակ կապված Ուկրաինայի հետ, եւ ես կարծում եմ այդտեղ պետք է ման գալ, ինչ-որ նպատակ կար։ Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ են ստեղծում շատ Ռուսաստանի կողմից եւ անցյալ տարվա վերջին մի հետաքրքիր հայտարարություն արեց Լավրովը, արտգործնախարարը Ռուսաստանի, հենց նեղանալով Թուրքիայից, ասում է մենք շատ ավելին ենք պատրաստ Թուրքիայի համար անել, քան դա կարող էին անել Թուրքիայի բարեկամները։ Կարծիքով էական հանգամանք էր, այսինքն երբ որ բարելավում էին ինտենսիվ հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ամբողջ 15 թիվը 2015 ինչ որ նման քայլերի էր ինչն էր նպատակ օրինակ կարող են ստեղծել վիճակ որ Պուտինը չմասնակցեր ապրիլի 24-ի միջոցառումներին որպես նվեր Թուրքիային Կարելի ուրիշ բաներ են ենթադրել Սակայն փաստը մնում է դա որ սա քաղաքականություն է եւ մենք պիտի այդպես գնահատենք այս ամեն ինչը եւ հասկանանք ինչը փոխվել է վերջո որովհետեւ նման գազանություններ հենց այնպես չեն լինում նման գազանություններ եղել են եւ 92-91 թվականին երբ որ սովետական զորքերը եղել են Հայաստանում, Ղարաբաղում մանատիպ եւ դրանց մեջ նույնպես եղել է քաղաքականություն Այսինքն նման ձևերով Ռուսաստանը ինչ որ հարցեր էր լուծում կոնկրետ երկրում, թե ասենք մեր հակառակորդների հետ։ Եվ չգիտեմ, բնական է, որ նման բաները շատ դժվար է բացահայտել։ Եթե իրենք ինքը Ռուսաստանը չուզենա բացահայտի, ես չեմ կարծում, որ հնարավոր է դա անել։ Դա ուղղակի դաս պիտի լինի մեր ժողովրդի համար, մեր պետության համար, որ պետք է լուրջ վերաբերվել նման բաներին, որովհետև այդ ընդհանրապես այդ մոտեցումը, որ կարելի է պատժել մարդկանց անմեղ քաղաքականության մեջ, անընդունելի է։ Չմոռանաք, երևի հիշում եք, շատ լավ եմ հիշում եւ արտահայտվել եմ այն ժամանակ պահվածքը հայկական էլիտա ասենք, թե իշխող խավի, թե ընդհանրապես քաղաքականացված խավի, որոնք անհայտացել են, ժողովրդին թողել են մենակ այդ վիճակում, ունարի 12-13 տարի առաջ, սարսափում էին մի խոստ ասեն, էլ չեմ ասում ինչ-որ միջոցառումներ կապված դրա հետ, չէ, տրավոր եւ այլ կուսակցությունները
անխտիր բոլոր երկու գործիչ են ընդհանրապես հայտ եկել իրենց ներկայությամբ կամ արտահայտություններով։ Սա ցույց է տալիս ինչ վտանգավոր բան է, երբ որ ստեղծվում է հայ-ռուսական կոնֆլիկտ։ Տվյալ պահին դա կոնֆլիկտ էր ռուսական բազայի եւ գյումրեցիների միջեւ, որը ամբողջ ազգում արձագանք տավ Երևանում էլ եղավ, չէ՞, դեսպանատան բողոքներ։ Ու այդ վիճակում մենք տեսանք, որ ոնց որ անտեր էր ժողովուրդը, որ մեկը ցանկություն չունեցավ մտնել այդ կոնֆլիկտի մեջ, անհետացան։ Սա երկրորդ շատ վտանգավոր երևույթն է, որը պիտի մեր հանրության համար դաս լինի։ Այսինքն հանրությունը պարզ պիտի հասկանա, որ մենք չունենք այդպիսի կազմակերպված քաղաքական համակարգ, որը նման դեպքերում լինի պաշտպան ժողովրդին։ Հիմա թե ինչ-որ բան փոխվել է, թե չի փոխվել, դժվար է ասել, ես չեմ կարծում, որ շատ բան է փոխվել, որովհետև ամբողջ տարին մենք տեսանք այդպիսի քաղաքական պրոցեսներ, որտեղ չէր նկատվում, որ առողջացում կա Հայաստանի ներսում եւ անգամ ասենք արտաքին հարաբերություններում նույնպես ինչ որ անորոշություն, նույնպես փորձեր փախչել ամեն ինչից, գնահատականներից, հիշում եք, չէ՞, թուրքական ուղղաթիռները մտան Հայաստանի տարածք, մի ծպտուն չկար պաշտոնական Երևանի կողմից։ Սա նույնն է, նույն սինդրոմն է, որը նկատվել է, ասենք, Գյումրիի սպանդից հետո։ Մի հարց եւս, դուք հետևել եք այս քննությանը եւ կարծես թե մարդիկ էլ են մոռացել այդ իրադարձության մասին, որը տարեսկզբին շատ այդպես ամբողջ մասային ոտի հանեց, հա, ամբողջ այդ, այսինքն կար այդ բողոքը, թեկուզ լուր բողոք էր, թեկուզ շատ ըմբոստացած բողոք էր, թեկուզ անզոր բողոք էր եւ դատախազության դեմ էր եւ վարչախմբի դեմ էր։ Այդ լռությունը, եթե կար վարչախմբի անդամների կողմից անադեկվատ վերաբերմունքը, ժամանակի ընթացքում նաև կարծես թե հանրության կողմից էլ էր մի տեսակ այդպիսի լռություն, թե ես սխալվում եմ։ Այդ քննությունը, որը ընթացավ, որ անհասկանալի էր, ինչու էր այնտեղ տեղի ունենում եւ այդ ամբողջ մեծ գործը մի օրում վճիռ կայացնելը, ինչու՞մ է պայմանավորված այսպիսի անտարբերությունը, երբ որ մենք ունենում ենք այսպիսի գլոբալ լուրջ խնդրեմ, մի ամբողջ ընտանիք ոչնչացվում է, բայց ժամանակի ընթացքում ինքը երևի թե հանրային օրակարգից, մարդկանց ուշադրության կենտրոնից դուրս է մնում կամ իրանք չեն էլ ուզում դրա մասին լսեն, թե դա ուղղակի պաշտպանողական ռեակցիա է։ Գիտեք, դա խորքային հոգեբանական վիճակից է գալիս, իսկապես կոնֆլիկտը, ասենց ասաներ, հայերի եւ ռուսների կոնֆլիկտը անլուծելի բան է ժողովրդի համար։ Դա այնպիսի մի բարդ երևույթ է, որ իսկապես մարդիկ փորձում են անգամ եթե սկզբից բողոքարկվում է, երբ որ ներ են գրավում այդ կոնֆլիկտի մեջ, մարդիկ ոնց որ փորձում են հեռացնել իրենց դրանից։ Այսինքն լուծում չեն տեսնում դրա մեջ, որովհետև ընդհանրապես ռուսական հարաբերությունները գիտակցված չեն։ Դրանց լավ կողմերը, դրանց վտանգները, ու երբ որ արդեն ստեղծվում են նման անլուծելի խնդիրներ, ուղղակի չգիտես, մարդիկ չգիտեն իրենց ոնց բարեն։ Երբ որ ռուսական զորքերը սովետական ժամանակվա ջարդուփշուր էին անում հայկական գյուղերը, Կալցո, իրենց օպերացիան եւ այլն, այն ժամանակ էլ ստեղծվել է, գիտեք, վիճակ, որը շատ դժվար էր գիտակցվում, որտեղ անդադ խորքային համոզմունք կա, բայց կեղծ համոզմունք կա, չէ՞, մեր քաղաքական դիտակցության մեջ, որ ռուսները պաշտպանում են մեզ, պիտի պաշտպանեն։ Երբ որ դասում ես հակառակը, չես կարող նորոշվել։ Շատ դժվար էր այն ժամանակ էլ, ես հիշում եմ, մարդիկ ի վերջո սովետական զորքին ասեն, հեռացեք այստեղից։ Դուք նույն թշնամիներն եք, որ Ադրբեջանը, բայց ընդհանրում եք ինչ ներքին հոգեբանական հեղափոխություն պիտի կատարվի մարդկանց մեջ, որ արդեն ռացիոնալ խնդիր դնեն ընդամենը։ Այս ամեն ինչի բացակայությունն է, որ բերում է նման անզորության վիճակի եւ կարծես թե անտարբերության։ Դա անտարբերություն չի, դա անզորություն է եւ բոլորը իրար են նայում, տեսեն դա ով մի բան կանի։ Այդ մարդը ինքը չգիտի ինչ անի, որովհետեւ լուծումը չունի, գնահատականը չունի այդ երևույթին։ Ես դա եմ տեսնում եւ դա լավ բան չի։
Ցանկացած բան պետք է ռացիոնալ գնահատել, փորձել հասկանալ, որովհետեւ դա մանավանդ քո ստրատեգիական պարտների քաղաքականության էլեմենտ է, առավել եւս պետք է շատ ուշադիր հետևել դրան ու փորձել բացառել նման բաներ։ Բայց դա չի արվում մեր մոտ, բնականաբար այս անզորության եւ անտարբերության մթնոլորտն է ծնում։